Ուզում եմ ձեզ հետ կիսվել հաջորդ շատ հետաքրքիր կլինիկական դեպքով, դիմել էր ինձ պացիենտ 19 տարեկան երիտասարդ, որը 7-ից 9 տարի հստակ չէր նշում որքան ժամանակ, բայց ավելի քան 7 տարի տառապում էր ծանրալսությամբ։ Հետազոտություն արվեց եւ ես հետազոտությունը կտեղադրեմ, կտեսնեք, երկկողմանի 3-րդ աստիճանի ծանրալսություն։ Մենք ունենք 4 աստիճան, ամենավատը 4-րդ աստիճանի ծանրալսություն է, նրա մոտ ի հայտ էր եկել երկկողմանի 3-րդ աստիճանի ծանրալսություն, դա բավականին լուրջ էր։ Կազմվեց բուժման սխեման, պատճառը հայտնաբերվեց, պայմանավորված էր միջին ականջի խնդիրներով, կատարվեց վիրահատական միջամտություն եւ արդյունքում մենք ունեցանք լսողության շատ լավ վերականգնում, աջ ականջը ամբողջովին վերականգնվել էր նորմայի սահմաններում, իսկ ձախ ականջը դարձել էր 0-ից առաջին աստիճան, այսինքն ամենաթեթև աստիճան, իհարկե դեռ բուժման փուլում է գտնվում, հուսամ ձախը նույնպես կդառնա նորմալ լսող ականջ։ Ես կտեղադրեմ նաև մեր պացիենտին։ Ինչքան ժամանակածանրալսություն եք ունեցել։ Մանկուց եմ ունեցել մոտ մի 7 տարուց ավել ձախ ականջից։ Ահա, մեզ դիմել է երկկողմանի ծանրալսությամբ, ախտորոշվել է խառը տիպի ծանրալսություն, կատարվել է բուժում եւ հիմա ո՞նց եք լսում։ Շատ լավ եմ լսում, ձեզ են շատ շնորհակալ եմ, իմ ականջները բուժեցիք, արդեն իմ կարծիքով ես կանեմ ավելի արդեն լավ լսողությունի, ավելի ուշադիր կնեմ ականջների։